Եթերում հեռանկարն է։ Նախորդ շաբաթ Ադրբեջան մեկնեցին Հայաստանի քաղաքացիական հասարակության 5 ներկայացուցիչներ։ Սա պատասխան այց էր։ Ավելի վաղ Բաքվից 5 ներկայացուցիչներ էին եկել Հայաստան։ Արդյոք այս ամենը օգնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների լավացմանը։ Սա քննարկենք Բաքու այցելած խմբի անդամներից մեկի քաղաքագետ Նարեկ Մինասյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Մինասյան, մեր հրավերացնելու համար։ Նախ մարդ, որը առաջին անգամ էր Բաքվում, ինչ տպավորություններ ունեք, ինչ տեսակ, ինչը ուշադրություն գրավեց։ Որպես այդպեսին բավական հետաքրքիր էր այցը, բավական բարձր մակարդակով կազմակերպված էր, իհարկե նաև ձեռնարկվել էին բավական այսպես լուրջ անվտանգային միջոցառումներ, որպես մարտով առաջի անգամ էր այցելում, բավական հետաքրքիր էր, որովհետև մեր մտքերում մենք ունենք տարբեր պատկերացումներ, տարբեր ընկալումներ, ինչու՞ չէ նաև կարծրատիպեր եւ այլ բաներ, երբ որ դու քո աշխով հնարավորություն ունես առաջին ձեռքից ինֆորմացիա ստանալու, հասկանալու, տեսնելու այդ ամեն ինչը համեմատելու քո ներսում, ուստի այդ տեսանկյունից բավական կարեւոր էր եւ պակաս կարեւոր չէին նաև այն քննարկումները, որոնք տեղի ունեցան, թե ադրբեջանական փորձագիտական եւ քաղաքասահության շրջանակների հետ, ինչպես նաև ադրբեջանցի պաշտոնյայի տվյալ դեպքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևի հետ։ Ընդհանրապես այդ հանդիպումները նաև իրար հասկանալու համար են, հա, արդյոք հասկանալի են տեսակետները միմյանց եւ այս հանդիպումից հետո ինչ որ բան փոխվեց, թե ոչ։ Կարծում եմ ավելի քան 30 տարի շարունակվող այս հակամարտությունը երկու կողմերում էլ ստեղծել է ամենատարբեր կարծրատիպեր, ամենատարբեր աղավաղված ընկալումներ միմյանց մասին եւ հետաբար նման շփումները բավական կարեւոր է այսպես ճիշտ ուղերձներ փոխանցելու, իրար ճանաչելու, ինչու՞ չէ այդ տեսանկյունից եւ տվյալ նախաձեռնությանը անդրադառնամ, տվյալ նախաձեռնության շրջանակում մեր հիմնական խնդիրներից մեկը Հայաստանի հասարակությանը հուզող հիմնական ուղերձները հասցնել Ադրբեջանում որոշում ընդունողներին, մեր ադրբեջանցի գործընկերների միջոցով եւ ինչու՞ չէ նաեւ ադրբեջանական հասարակությանը։ Եվ պատահական չէ, որ նույն ադրբեջանցի փորձագետները իրենց մամուլի հետ շփումներում անդրադառնում են նաեւ մեր կողմից բարձրաձայնված հարցերին։ Բաքվում մենք եւս հնարավորություն ունեցանք հենց ադրբեջանական մեդիայի հետ շփվելու եւ կրկին ընդգծելու հայկական կողմի մոտեցումները, հայկական կողմին հուզող հարցերը, այդ թվում նաեւ հումանիտար բնույթի հարցեր, օրինակ ռազմագերիների խնդիրը, հետաբար նման շփումները բավական կարևոր են, որովհետև ընդհանուր առմամբ երկու կողմն էլ քաղաքական ղեկավարությունները հայտարարում են, որ խաղաղությունը արդեն հաստատված է եւ պետք է ինստիտուցիոնալացնել, սակայն խաղաղությունը չի կառուցվում միայն վերևից, խաղաղությունը նաեւ այսպես ներքևից պետք է կառուցվի, երկու երկրների հասարակությունների միջև տարբեր կամուրջներ կառուցելու միջոցով եւ քաղաքասահության հիմնական խնդիրներից մեկը նաեւ դա է, որպեսզի այդ շփումները կազմակերպի եւ երկխոսությանը նպաստի։ Ընդ որում այստեղ բավական կարևոր է նաև այն հանգամանքը, որ տվյալ երկխոսության շրջանակում քննարկում են նաև ամենատարբեր գաղափարներ, որոնք կարող են օգտակար լինել ավելի բարձր մակարդակով, պետական մակարդակով ընթացող բանակցություններին, այսինքն փորձագետները եւ քաղաքասահության ներկայացուցիչները շատ ավելի ճկուն են, նրանք շատ ավելի ստեղծարար են եւ ի տարբերություն քաղաքական գործիչների, որոնք բավական զգուշ են ամեն բառը արտասանելիս, բավական այսպես պահպանողական են եւ նոր առաջարկներ դիտարկելիս այսպես շատ ծանոթ թեթև են անում, հետաբար քաղաքասահության համար եւ փորձագետների համար դա ավելի հեշտ է տարբեր գաղափարներ քննարկել, հասկանալ որոնք կարող են օգնել նաեւ կարգավորման գործընթացին եւ բնականաբար նա այդ քննարկված գաղափարները փոխանցում են նաեւ որոշում ընդունողներին։ Դրանք արդյոք փաստաթղթի տեսք են ստացել այդ գաղափարները, առաջարկները։ Չէ, փաստաթղթեր մենք չենք քննարկում, որովհետեւ մենք ըստ էության նման պարտավորություն չունենք, այո, քննարկել են գաղափարներ, որոնք կարող են հետագայում դառնալ համատեղ ծրագրեր, այսինքն երկու երկրների միջև, օրինակ մեդիաների հետ կապված, որովհետև առնվազն մեզ համար էլ ակնհայտ է, որ ադրբեջանական մեդիայում այդ հակահայկականության հակահայկական նարատիվները շարունակում են շրջանառվել եւ դրա դեմը առնելու, դա կանխելու հիմնական միջոցներից մեկը նաեւ երկկողմ համագործակցությունն է, այդ թվում նաեւ նույն ադրբեջանական մեդիայում ամենատարբեր ապատեղեկություն է տարածվում Հայաստանի վերաբերյալ, օրինակ հնարավոր է նաեւ համագործակցություն fact-checking-ի ուղղությամբ։ Բացի այդ կարևոր է նաեւ փորձագիտական դաշտի շփումներ, ընդ որում փորձագետները չպետք է միայն դիտարկել ռազմաքաղաքական հարցերով փորձագետներ, կան բնապահպանական հարցերով փորձագետներ եւ այլ ոլորտի փորձագետներ, հաշվի առնելով, որ մենք նույն տարածաշրջանում ենք, այդ թվում օրինակ բնապահպանական նույն ռիսկերին ենք բախվում, վստահաբար բնապահպանները եւս ինչ-որ գործակցության ուղիներ եզրեր կարող են գտնել։ Քննարկել ենք նաեւ հաղորդակցությունների հարցը, ինչպես հայտնի է TRIP-ի վերաբերյալ կան արդեն ձեռք բերված պայմանավորվածություններ, եւ այստեղ մենք փորձում ենք նաեւ մի փոքր ավելի ստեղծարար լինել, շատ լավ կա TRIP-ի պայմանավորվածություն, բայց էլ ինչ կարող են անել երկու կողմերը, հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ ավելի պրակտիկ, առավել արագ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ, օրինակ հնչեցնեմ գաղափարներից մեկը, հայտնի է, որ Ադրբեջանը
չեղարկել է Հայաստան բեռների համար նախատեսված արգելքները եւ Հայաստանը արդեն շուրջ 2000 տոննա ցորեն է ստացել Ռուսաստանից եւ Ղազախստանից երկաթուղով Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով։ Օրինակ հնչած գաղափարներից մեկը վերաբերում էր արդյոք ճիշտ ժամանակը չէ, որպեսզի շատ արագ ձևով վերականգնվի Երազ-Սադարակ հատվածի երկաթգիծը եւ փաստացի Ադրբեջանն էլ Հայաստանի տարածքով երկաթուղային կապ ստանա Նախիջևանի հետ։ Այսինքն այդ փոխկախվածությունները մեկը մյուսից կարող են առաջիկա մի քանի ամսվա ընթացքում ստեղծվել, վերականգնվեն այդ ուղիները, որովհետև խոսքը ընդամենը 4 կիլոմետր երկաթգծի մասին է եւ բավական իրատեսական է մի քանի ամսվա ընթացքում դա վերակառուցելը։ Հետաբար նման գաղափարները եւս քննարկվել են, առնվազն ադրբեջանական կողմը բավական հետաքրքրությամբ է ընդունել այս գաղափարները, իհարկե նաեւ այլ մտքեր եւ գաղափարներ են եղել։ Դուք նաև այն խմբում եք, որը Երևանում էր մասնակցում։ Դուք տարբերություններ զգացիք այն հանդիպման եւ այս հանդիպման միջև մտքերի ունեցած համոզմունքների տարբերության եւ այլն։ Երևանյան հանդիպումը ըստ էության այս նախաձեռնության մեկնարկային կետն էր եւ այսպես ակնկալիքներն էլ բավական համեստ էին, հաշվի առնելով որ ըստ էության համատեղ աշխատանքի փորձ չկար, կային էլի տարբեր կարծրատիպեր, կային էլի տարբեր մտահոգություններ, արդյոք կստացվի համատեղ աշխատանքը ընդհանուր լեզու գտնել կստացվի մյուս կողմի հետ, այնուամենայնիվ Երևանյան հանդիպման ընթացքում հաջողվեց այդ հիմքը դնել այս նախաձեռնության եւ դեռ Երևանում ըստ էության մենք առանձնացրեցինք այն հիմնական գաղափարները, որոնց ուղղությամբ կարող ենք առաջ շարժվել եւ Բաքվում արդեն առավել դետալացված քննարկումներ եղավ, թե օրինակ ինչպես կարող են այդ տարբեր նախագծեր իրականացվել։ Այստեղ ցանկանում եմ նաև ընդգծել, որ կա պայմանավորվածություն երկու կողմերի միջև, որ այս ձևաչափը չի սահմանափակվելու միայն 5 գումարած 5-ով, այսինքն այն պետք է ընդլայնվի, ներառի նաև քաղաքասարության եւ փորձագիտական նոր շրջանակների, մեդիաների բնականաբար, որովհետեւ ցավոք սրտի երկկողմ թշնամանքը, ատելությունը, միմյանց մասին իրազեկվածության ոչ բավարար մակարդակը բավական մեծ է եւ այս ուղղությամբ ահռելի աշխատանք կա։ Ահռելի աշխատանք կա սկսած նարատիվներից, հռետորաբանությունից, քարոզչությունից, դասագրքերից եւ այլն եւ այլն։ Այս ամեն ինչ այս կոմպլեքս խնդիրները 1-2 ամսվա կարգավորման հարց չէ։ Այս գործընթացը այդ հաշտեցման կամ կարգավոր հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է տևել տարիներ, որովհետեւ միջազգային ամենատարբեր փորձերը եւս դա են ցույց տալիս։ Այնուամենայնիվ մեկնարկը տրված է, կարծում եմ հաջող է տրված։ Իհարկե կան եւ դրական եւ բացասական արձագանքներ, սակայն դրանք նաև պայմանավորված են ինչ-որ առումով կասկածամտությունից։ Արդյոք որովհետև տարիներ առաջ, տարիներ շարունակ նմանատիպ հանդիպումներ, շփումներ եղել են, իհարկե ոչ այսքան հրապարակային, սակայն կարծում եմ տարբերությունը այս ձևաչափին իր նախորդներից կայանում է նաև այն միջավայրում, որում այն ծավալվում է։ Մասնավորապես խոսքը վերաբերում է օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածություններին եւ դրանից հետո քաղաքական մակարդակով, հռետորաբանության մակարդակով նկատվող այս փոփոխություններին, այսինքն դրական դինամիկա կա, ինչը մեծացնում է նաև տվյալ ձևաչափի հաջողելու հավանականությունը։ Պարոն Մինասյան, ակնհայտ է, որ Հայաստանում եւ Ադրբեջանում շատ տարբեր է այն միջավայրը, որտեղ քաղաքասարակությունն աշխատում է, մեդիան աշխատում է եւ Ադրբեջանում։ Այն ազատությունը, որ այստեղ ունեն այդ քաղաքասարակության ներկայացուցիչները եւ կարող են ինքնուրույն մտքեր արտահայտել, հա, արդյոք այդ ազատությունը կա նաեւ այն մյուս տեղում եւ արդյունավետությունը որքանով է սրան գնալու։ Այս հարցը կփորձեմ մի փոքր ավելի լայն դիտարկել, հաշվի առնելով նաև հնչող մտքերը, կարծիքները տվյալ թեմայի հետ կապված։ Օրինակ, ասում են, Ադրբեջանում քաղաքասարակություն չկա եւ պետք է շփվել, օրինակ, Ադրբեջանից հեռացած, արտերկրում ապաստանած ադրբեջանցի դիսիդենտների հետ։ Նման շփումներ կա, ամենատարբեր ձևաչափերով նման երկխոսություններ կա, սակայն պետք է նաև պրակտիկ գնահատենք։ Տվյալ անձինք խոշոր հաշվով այդքան լավ չեն տիրապետում Ադրբեջանում առկա տրամադրությունների մթնոլորտին, ընդհանրապես տրամադրություններին եւ մթնոլորտին։ Միևնույն ժամանակ տվյալ անձանց ազդեցությունը սեփական հանրության վրա գրեթե զրոյական է։ Այսինքն նրանք հասանելիություն չունեն իրենց մեդիաներին եւ մաքսիմում իրենց Facebook-յան փոստերով են սահմանափակվում։ Հետաբար ես չեմ բացառում, որ պետք է նաեւ շարունակել այս ուղղությամբ աշխատանքը, բայց պետք է նաեւ հաշվի առնել, որ դրանից գործնական օգուտ, գործնական ազդեցություն չի կարող լինել։ Մյուս տարբերակը համագործակցել ըստ էության Ադրբեջանի քաղաքասարակության հետ։ Ուզենք, չուզենք, դա իրենց քաղաքասարակությունը։ Հայկական կողմի խնդիրը չէ, այնտեղ ժողովրդավարության դասեր տալ, իրենց քաղաքասարակությունը փոխել։ Ունենք այն, ինչ ունենք։ Ոչ Շվեդիայից ենք կարող բան վերել, քաղաքասարակություն վերել, ադրբեջանական քաղաքասարակությունը փոխարինել, ոչ Շվեյցարիայից։ Հետաբար ունենք այն, ինչ ունենք եւ պետք է աշխատել եղած
ինստիտուտների հետ, որովհետև ըստ էության Ադրբեջանում հենց այդ մարդիկ են կարծիք ձևավորում, հենց այդ մարդիկ են նարատիվներ ձևավորում, նարատիվներ շրջանառում, եւ ավելին հենց այդ մարդիկ են, որոնք որոշում ընդունողների հետ կապերի մեջ են, այսինքն մեծ ուզող հարցերը նաեւ կարող են փոխանցել իրենց որոշում ընդունողներին։ Սա է իրականությունը, պետք է առերեսվել այս իրականությանը եւ ամենայն հավանականությամբ Ադրբեջանում առաջիկա տարիներին իրավիճակը չի փոխվելու եւ ինչ են առաջարկում քննադատները, ուղղակի նստել եւ սպասել։ Հիմա նարատիվների մասին խոսեցիք, օգոստոսի 8-ից հետո անգամ մենք տեսնում ենք Ադրբեջանի նախագահի խոսույթում այնպիսի արտահայտությունների օգտագործում, որոնց անդրադարձավ նաև վարչապետը, որ ցանկալի չէ դրանք արտահայտել։ Արդյոք այդ նարատիվները գոնե այս պարագայում խոսելով միմյանց հետ հնարավոր չէր դրանցից ձերբազատվել, եւ սա ազդեցություն կարող է ունենալ։ Մեր քննարկումների հիմնական թեմաներից մեկը նաև այս նարատիվներն են, խոսույթներ ադրբեջանական կողմում տարածված, եւ այս հարցերը բարձրաձայնել ենք նաև Ադրբեջանի նախագահի օգնականի հետ հանդիպմանը, օրինակ ադրբեջանցի պատգամավորների եւ այլ պաշտոնյաների մակարդակով կիրառվող խնդրահարույց, երբեմն սադրիչ նարատիվների մասին։ Բարձրաձայնել ենք նաև ադրբեջանական պետական կառույցների, այդ թվում նաև լրատվամիջոցների կողմից տարբեր օրինակ տեղանունների նենգափոխմանը։ Վերջի օրինակներից մեկը նույն Ազերթաջի ռուսալեզու հրապարակումներից մեկում Երևանը Իրևան կոչելը։ Նու առնվազն նախագահի օգնականի մակարդակով արձանագրվեց այդ խնդիրը եւ նաեւ խոստում եղավ, որ նույն Ազերթաջի խմբագրակազմի հետ զրույց կլինի այս թեմայով։ Այսինքն նմանատիպ շփումները նաեւ հնարավորություն են տալիս ինչ-որ պրակտիկ փոքր լուծումների հասնել, ինչը կարծում եմ բավական կարեւոր է, որովհետեւ եթե մենք ցանկանում ենք միջավայրի փոփոխություն, պետք է արձանագրենք, ախտորոշենք խնդիրները եւ նաեւ բարձրաձայնենք այդ մասին։ Հիմա ամենից շատ քննարկված թեման նաեւ ռազմագերիների խնդիրն էր։ Ինչպես բարձրացվեց այդ հարցը եւ ինչպիսի արձագանք եղավ։ Ռազմագերիների հետ կապված իհարկե սա ամենազգայուն հարցերից մեկն է եւ թե Երևանում եւ թե Բաքվում մենք բարձրաձայնել ենք այս հարցը եւ կարելի ասել սա մեր թիվ 1 առաջնահերթությունն է, որովհետեւ ու նաեւ բացատրվում է նաեւ այս հանգամանքը, որ եթե ցանկանում ենք երկխոսություն կառուցել երկու հասարակությունների միջև, եթե ցանկանում ենք կարգավորման գործընթացում լուրջ տեղաշարժեր, նման խնդիրների անտեսումը ուղղակի սխալ է։ Այսինքն հանրության շրջանում կա շատ լեգիտիմ հարցադրում, եթե խաղաղություն է ցանկանում Ադրբեջանը, ինչու է պահում հայ ռազմագերիներին։ Այս հարցը նաև բարձրաձայնում ենք, այս ուղերձները փոխանցում ենք եւ մեր այցի շրջանակում ունենք երկու այսպես հիմնական առաջնահերթություն, իհարկե եթե հնարավոր լինել վերադարձնել ռազմագերիներից գոնե մեզ հետ ինքնաթիռով, դա ուղղակի իդեալական կլիներ։ Այդ հարցն ենք բարձրացրել նման հնարավորությունը եւ երկրորդ տարբերակը արդյոք հնարավոր կլինի գոնե տեսակցել հայ ռազմագերիներին հաշվի առնելով ամենատարբեր այսպես շրջանառվող ահազանգերը։ Ցավոք սրտի մենք անգամ հատուկ նամակով էինք դիմել մինչև մեր գնալը ադրբեջանական կողմին, պատասխանը այսպեսին էր, մենք ոչ մերժում ենք, ոչ հաստատում ենք ձեր նամակը, այնուամենայնիվ արձանագրում ենք, իգիտություն ենք ընդունում, որ այս խնդիրը բավական ակտուալ է նաև ձեզ համար, նաև այս ձևաչափի համար, եւ միևնույն ժամանակ արձանագրվեց, որ գերիների հարցով հայկական եւ ադրբեջանական կողմերի միջև այս փուլում բավական ակտիվ բանակցություններ են ընթանում եւ մեր տպավորությունն այն էր, որ առաջիկա ամիսներին հնարավոր է ինչ-որ լավատեսական որոշակի տեղաշարժեր լինեն, առնվազն նախագահի օգնականի մակարդակով մեզ այսպես հավաստիացում տրվեց, որ այդ հարցը այս պահին բանակցային փուլում է եւ ինչ-որ լուծումներ միգուցե լինեն։ Ինչպես նշեցիք, նախկինում եւս շփումներ եղել են եւ ավելի շատ ադրբեջանցիներ են եղել այստեղ, օրինակ պաշտոնյաների մակարդակում նախկինում այստեղ եղել է գյուղատնտեսության նախարարը, այլ պաշտոնյաներ, բայց Հայաստանից ավելի քիչ էին գնում։ Ընդհանրապես այդ փորձառությունը եւ այդ պատմությունը որևէ ազդեցություն ունի այժմյան շփումների վրա։ Տեսեք, իհարկե կան անձիկ, հատկապես նաև քաղաքասարության ներկայացուցիչներ, որոնք նախկինում դեռ 90-ականներին, 2000-ականների սկզբին այցեր կատարել են Ադրբեջան, որոշները նաև պահպանել են իրենց գործընկերային կապերը եւ շփումներ ունեն տարբեր ադրբեջանցի գործընկերների հետ, դրանք նաև նպաստում են եւ կարելի արձանագրել, որ եթե չլինեին այսպես տարիներ շարունակ ընթացող տարբեր խաղաշինական ծրագրերը եւ փորձագիտական հանդիպումները, թեկուզ երրորդ երկրներում, երրորդ կողմերի միջև կազմակերպված, այսօրվա հանդիպումը, այսօրվա այս նախաձեռնությունը հնարավոր չէր կարող լինել։ Եվ այսպես նախապատվությունն են ներկայացնում, քանի որ մեր ձևաչափում ներգրաված փորձագետները
Թբիլիսիում, եվրոպական մայրաքաղաքներում ամենատարբեր ձևաչափերով տարբեր երկրների կազմակերպված միջոցառումներին մասնակցում են եւ ընթացքում առաջացել է գաղափարը, իսկ ինչու դա չանել նաեւ մեր երկրների տարածքում։ Ինչու են պետք նաեւ այսպես միջնորդները, եթե կարող ենք նաեւ ուղիղ շփվել։ Եվ երկու կողմերը մոտեցել են իրենց կառավարություններին եւ պետական մարմինները պատրաստակամություն են հայտնել աջակցել այս գործընթացին եւ դրա հիման վրա նաեւ ձևավորվել է այս երկկողմ շփումները։ Սա չի նշանակում, որ գործընթացը մոնոպոլիզացվում է այս երկկողմ նախաձեռնությամբ, այսինքն ամենատարբեր նախաձեռնություններ շարունակում են դաշտում գործել եւ միևնույն ժամանակ վստահաբար առաջիկայում առաջարկվող ամենատարբեր ծրագրերը, ինչպես նշեցի, մեդիայի, փորձագետների հետ կապված, դրանց կազմակերպչական հարցերում կարող են ներգրավել նաև տարբեր միջազգային կառույցներ, այսինքն նրանց աջակցությունը այդտեղ եւս կարող է լինել։ Մենք նկատեցինք, որ այս անգամ ադրբեջանական կողմում փոխվել էր նաև կազմը։ Արդյոք միտումնավոր էր կազմը ընտրված թե ոչ, չեմ կարող ասել, սակայն կար հստակ սկզբունք։ Յուրաքանչյուր կողմ ինքն է ձևավորում իր կազմը եւ այսպես փոխադարձ վետոյի սկզբունքը չկար եւ հետաբար արդյունքները ըստ էության եւ արձագանքները ինչ որ առումով նաեւ մեծ համար կանխատեսել էին հանրային դաշտում, որովհետեւ բնականաբար ծանոթ ենք բոլոր մասնակիցների կենսագրությանը եւ այստեղ բավական ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ մեր Բաքու այցի ժամանակ էլ մեր որոշ մասնակիցների տարբեր նախկինում արված գրառումները սկսեցին շրջանառվել ադրբեջանական տիրույթում եւ այսպես ասում էին, արդյոք սրանք են այդ խաղաղասերները եւ որոնք ժամանել են Բաքու։ Այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ կազմի փոփոխություն կար, պաշտոնական այսպես բացատրությունն էր, որ անձնական պատճառներով է բացակայությունը, սակայն չեն կարող նաև բացառել, որ ադրբեջանական կողմը եւս այսպես բավական ուշադիր հետևում է հայկական կողմում արկա արձագանքներին եւ միգուցե նաև ինչ-որ հետևություններ եղել են։ Սակայն այստեղ չեմ շտաբի եզրակացություններ կատարել, ուղղակի արձանագրում ենք հանգամանքը եւ արդեն ապագան ցույց կտա։ Եթե նախկինում միևնույն նյութենական պետության մեջ էին ապրել Ադրբեջանի եւ հայերի ներկայացուցիչները եւ ավելի հեշտ էր շփումը, նույն լեզվով էին կարծես խոսում, նոր սերունդը լրիվ այլ լեզվով է խոսում։ Ինչպիսին էր այդ շփումը, արդյոք դժվար չէր ամենասկզբում։ Այստեղ նաեւ կախված է դա նրանից, թե ինչ թեմաներ է քննարկվում։ Վստահաբար կարելի է գտնել եւ միավորող ընդհանուր շահեր ունեցող թեմաներ, այսինքն որտեղ կողմերը կարող են գտնել իրենց ընդհանուր շահեր։ Այդ թեմաները շուտ ավելի հեշտ է զրույցը կայանում, սակայն իհարկե կան նաև շատ զգայուն հարցեր կողմերի համար, որոնց շոշափելը, այսպես փորձում ես հնարավորինս նրբանկատություն ցուցաբերել, փորձում ես հնարավորինս կառուցողականություն ցուցաբերել։ Այնուամենայնիվ նման խնդիրների քննարկումից բնականաբար չի ստացվում խուսափել, որովհետև դա նաև այս մեր իրողությունների, մեր իրականության մաս է կազմում եւ առանց այդ ցավոտ հարցերը քննարկելու եւս հնարավոր չէ առաջ շարժվել, միևնույն ժամանակ պետք է կենտրոնանալ նաև այդ ընդհանուր շահերի վրա, որովհետև կարծում եմ նույն կոմունիկացիաների մասով այսօր տեղի ունեցող գործընթացները բխում են եւ Հայաստանի շահերից եւ Ադրբեջանի շահերից եւ առնվազն այդ ուղղությամբ հաջողվել է գտնել այդ ընդհանուր կետը, որտեղ կողմերը կարող են փոխշահավետության սկզբունքով առաջ շարժվել եւ բավական կարեւոր էր նաեւ ադրբեջանական կողմից այդ ուղերձը, որ Ադրբեջանը երկարաժամկետ խաղաղության բանաձևը տեսնում է փոխադարձ կապակցվածության եւ փոխադարձ կախվածությունների բանաձևի վրա։ Ինչպես նշեցի, նույն հաղորդակցությունների մասով դա հնարավոր է կազմակերպել։ Հիմա առաջիկայում հստակ թե երբ տեղի կունենա նոր հանդիպում եւ այլն արդեն կա որոշակի։ Առնվազն պայմանավորվածություն կա, որ քննարկված նախագծերը եւ գաղափարները պետք է կյանքի կոչվեն առաջիկա ամիսներին, առաջիկա 6 ամսվա ընթացքում, արդեն ժամանակացույցը կոնկրետ միջոցառումների եւ ծրագրերի դեռ պետք է քննարկվի, համաձայնեցվի եւ այստեղ բավական կարեւոր է, որ մենք պետք է դիտարկենք նաեւ ձևաչափի ընդլայնման հնարավորությունը։ Շնորհակալություն, պարոն Մինասյան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը Նարեկ Մինասյանն էր։